Հին ու բարի Մարկո Ռուբիոն Բարգավաճել եւ որևէ կերպ չի ոտնահարում Այդ ընթացքում Իրանը Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում։ Ամեն ամիս աշխատավարձից բացի 1.5 միլիոն դրամ էլ հավելավճար է ստանում։ էլ չեն կարող թաքցնել այս լավ լուրը։ ոնց է կոչվելու բենդը պրեմիեր մինիստր Դարերի խորքից ձեզ ողջունում է Arm Comedy-ին, արագ վերցրեք թեյը, ինչ-որ համով բան, որը ուտելու եք եւ սկսենք մեր լրատվա մարսողական այս վարժությունները։ Իսկ լուրերը ավելի լավ են մարսվում, եթե միանում եք մեր Patreon-ին, որտեղ այսօր տեղադրել ենք OnlyFans, որտեղ այսօր լինելու է շատ ներքին ինֆորմացիա։ Իսկ բոլոր նրանք, ովքեր արմատուրան ուզում են շատ արագ հասցնել շին հրապարակ, հիշեցնեմ, որ Արարատի մարզում GTB ստիլը ձուլում է սույն արմատուրան։ Գերմանական տեխնոլոգիաներով, բայց տեղում է, նենց որ պատվիրեք։ Էս ինչա գրած, գնի շատ, խնայի շատ։ Նա այստեղ արդեն ակցիա է։ Շինարարական ապրանքների դեպքում 10% զեղչ, կենցաղային ապրանքների դեպքում մինչև 15% զեղչ։ Սպասիր, էդ ինչքան ապրանքների վրա։ Ասում է 10,000-ից ավել ապրանք է մասնակցում ակցիային։ Այսինքն այդեն ստից ակցիաներից չէ, որ մի 100 կոտ զեղչում են, ասում են ակցիա են կանում, հա։ Սա նորմալ ակցիա, դոմուս, որտեղ ամեն ինչ քո սրտով է։ Դեգի մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է։ Մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսիմ ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ դոմուսում ամեն ինչ կա։ Եվ այսպես հին ու բարի Մարկո Ռուբիոն հանդիպեց հին ու բարի Արարատ Միրզոյանին, քննարկեցին հին ու բարի թրիփը ու պարզվեց ինչ, մի հին ու բարի հիանալի ծրագիր։ Չէ, Ռուբիոն Ռուբիլնիկը քաշեց, հա, միմյազի տարօրինակը Ռուբինյանի հետ չէ։ Ինչևէ, Ռուբիոյի տեքստը ոնց որ թե ԿՊ-ն գրած լիներ։ Օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից 5 ամիս անց Երևանն ու Վաշինգտոնը վերահաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Նրանք հաստատել են թրիփի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել եւ որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Նենց տպավորություն է, ոնց որ Ռուբիոն հետևում է հայկական բոլոր սրաչերին, նայում է ոնց ձևակերպի խոսքը, որ մաքսիմալ վնասի ընդդիմությանը ու տենց էլ ձևակերպում է։ Նես տպավորություն որ Ռուբիոն լրիվ նիկոլական ասիկ չէր կարա այդ տեքստում մի հատ ինչ-որ ընդդիմության համար էլ բան ասեր, օրինակ որ Հայաստանը այս ամեն ինչից մի չի ստանում։ Բայց Ռուբոն գազը դրել էր նիկոլական Ռուբիլնիկի վրա, Պեդալի ու սխմում էր ու սխմում։ Կարծում ենք երրակոմ պայմանավորվածությունն իսկապես դառնալու է օրինակ աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար, որևէ կերպ կասկածի տակ չդնելով կամ չխաթարելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից, եթե այսքան շատ է ասում, որ ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում, դա մի տեսակ կասկածել է արդեն։ Ու ստեղ ոնց որ հասանք այս թրիփ ծրագրի շահույթը կիսելուն, ու ստեղ բարձվում է որ շահույթը
Այդքան արդար չի բաժանվում։ Սկզբնապես առաջի 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասի, Հայաստանի Հանրապետությունը 26, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարգա երկարաձգվի եւս 50 տարով եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Տեսակ որտեղ են մեր գծում։ Մեր տարածքը իշխան դարձնում են trip ու մեզ ընդամենը 20%-ն են տալիս, քանի տոկոսն են տալի։ Մյուս կողմից դա 20 քանի տոկոսով ավելի լավ է, քան ոչ մի բան, պլյուս հարկերն ու турքերն ա մեզ մնում, նենց որ կարող է ուրիշ տեղ են մեզ գցում։ Շտապ, ընդդիմություն, այդ բացատրեք խիասավատ։ Եթե բացվում է ճանապարհը, միջանցքը, Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ, բայց Հայաստանի ապաշրջափակման խնդիրը այս փաստաթղթով չի լուծվում եւ ստեղ եթե դուք նայեք, որևէ ակնարկ չկա նրանով, որ Հայաստանի ապաշրջափակումը վերացում է։ Կար հստակ որոշակիություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ անցման իրավունք, Հայաստանը ստանում է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ։ Օ, սիրտս տեղ են գա, փաստորեն trip-ը շատ վատ է ու մեզ ոչ մի բան չի տալիս։ Նու չհաշված են անորոշ փոխադարձ առավելությունները, այսինքն այն նույն բանը, ինչ որ Ադրբեջանին է հասնում։ Իդեպ trip-ի պայմանագրում տենց է գրած է անորոշ ինչ որ փոխադարձ առավելություններ Հայաստանին ու դա գրած է քակ սրտի մխիդարանք ենթաբաժնում։ Ոչ մի ձև դրական բան չի ուզում ասի Խաչատրյանը trip-ի մասին, բայց ինչ որ պահին գրում է Մարկ Ռուբիոյի ջրերը ու ինչ որ դրական բան նկատում է։ Հետևանքը միջանցքը տրամադրենք, պետք է թուրքերին, պետք է ամերիկացիներին փոխարենը փող ստանանք։ Այս թուղթն այս դամասներ խոսում է, որտեղ Հայաստանը օրինակ trip-ից որոշակի գումար է ստանում, բարձ այստեղ գրված է։ Ճանապարհ ալնելու ինչ որ փող գալու է, բայց դա վատ է, որովհետև Նիկոլն է սա պայմանավորվել։ Ու ո՞նց են կառուցելու դա, ինչքան է դա արժենալու։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղ։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ։ Բանը Ավինյանից հարցեք, ինչքան արժեցավ Աչափնյակի մետրոյի կայարանի շինարարության նախագծի պրեզենտացիայի նախնական draft PowerPoint-ը, գրեք այդ թվերը թղթի վրա, բազմապատկեք երկուսով, հետո վառեք այդ թուղթը ու հարցրեք ChatGPT-ին։ Այդ ընթացքում Իրանը, ոնց որ այդքան էլ չի հավանում այս trip-ը իր ուղիով, Իրանի դեսպանը Հայաստանում ասեց, որ такую лишнюю неприязнь испытываю вот к этому трипу, что кушать не могу. Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիների մի քանի ցույցերից հետո կտրուկսրվեց Հայաստանի մասին պաշտոնական Թեհրանի խոսույթը։ Նախորդին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին բաց տեքստով հայտարարեց. տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում։ Դե բայց դա trip-ի հետ կապված չի, չէ՞։ Իրանում վիճակը սրվում է ու այդ ֆոնին Ռուբիոն, Մարկոն, որոշում է Նիկոլի սրտի տեքստը արտասանի Արադ Միրզոյանի կողքը կանգնած։ Ու արդյունքում ստեղծվում է sense տպավորություն, բայց Իրանի դեսպանը տենց բաց տեքստով դա չի ասում, չէ՞։ Դա նենք ազատության մեկնաբանությունն է երևի։ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Չէ, սա լավ չի։ Բարեբախտաբար Հ1-ի Հայաստանում Իրանի դեսպանը դες բան չի ասում։ Մարդկանց փոքրաթիվ մի խումբ կարողացավ յուրացնել եւ այլ հուն տեղափոխել խաղաղ ցույցերը։ Տեղի ունեցան զինված բախումներ, հրկիզվեցին հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտներ եւ մարդկանց հույքը։ Սա արդեն կազմակերպված հանցագործություններ։ Հ1-ի Հայաստանում Իրանի դեսպանը միայն ու միայն ներքին բախումների մասին է խոսում։ Բայց կարող է շուտի նույնիսկ Հ1-ի Հայաստանում Իրանի դեսպանը ինչ որ բան շուտի ասում է ամենավերջում կմտածեք դուք։ 12-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն եւ Իսրայելը չհասան իրենց նպատակին, եւ Իրանում խռովության ու անկայունության ստեղծումը համարվում է նրանց պլանի հաջորդ քայլը։ Ամեն դեպքում, անցած շաբաթ օրվա գիշերվանից իրավիճակը Իրանում վերահսկելի է եւ հանգիստ։ Հ1-ի Հայաստանում Իրանում ամեն ինչ հանգիստ է։ Հ1-ի Հայաստանում նույնիսկ Իրանի դեսպանատան դեմը ցույցեր չկան, այդ Իրաքի դեսպանատունն է։ Դե բայց եթե նույնիսկ եթե լինեն ցույցեր, ապա դրա պատասխանն էլ կա։ Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքոմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն
իրողություն։ Հիմա ժողովրդավարության բաստիոն ենք, ինչ անենք, deal with it։ Բայց արդյունքում Իրանի այս վիճակը անվտանգային հարցերը առաջացնում մեզ մոտ։ Կմտածեն միամիտ մարդիկ։ Հայաստանի շուրջ իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել, հայտարարել է վարչապետը Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկմանը։ Նենց որ իրանցիները էլ մի սկսեք։ Իսկ մենք եկեք խմենք, որպեսի հմեկի Հայաստանը ու իրական օրը այդ արտահայտությունը երբեք նույնը չի լինի։ Իրական Հայաստանը շատ նման լինեն միմյանց, որ իրական Հայաստանում ու հմեկի Հայաստանում անվտանգության իրավիճակը լինի շատ նման։ Գիտես, բայց խմենք, բայց մեկ այլ էս թրիպի շուրջ իրավիճակը անհանգստացնում է ոչ միայն Իրանին, այլ նաև հայկական Էլվիսին։ Այդ դու չես։ Էլ չէ։ Ինչ էլ անվանես այդ ծրագիրը բարոն Թրամփի անունը ունենա, թե մեկ ուրիշի անունը, մի շանս լինի, թե մեկ ուրիշ ըստ էության, քանի թեր ուրիշ մանրամասներ չեն ներկայացվել, դա իսկապես միագոմանի զիջում է մեր ինքնիշխանության։ Ռաֆին վերադարձավ մի փոքր ռեբրենդինգ եղած ու ոնց որ մասնակցելու է ընտրություններին։ Ու Լաս Վեգասի Էլվիսի նմանակների մրցույթին։ Հավելը բլսում։ Ինչևէ, նա դեռ չգիտի, որ Հայաստանը այսքան անվտանգ երբեք չի եղել։ Բայց դա աշխարհիկ Հայաստանն է, իսկ հոգևոր Հայաստանը դեռ փոթորկվում է ու փոթորկվում։ Ու այդ հարցով զբաղվում է ով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է զբաղվել այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ կտրիչ Ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը KGB-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Որ Հայաստանին է սպառնալիք հոգևոր, այսինքն կաթողիկոսի կնքած երեխեն չի ապահովագրվում դժող գնալուց, ինչպես դա պետք է լիներ, թե աշխարհիկ Հայաստանին է վտանգ։ Вообще երբես վերսիան փոխվեց ազգային անվտանգությունը, հիմա թե կուսակրոնության զուտ հարցներ, զուտ հոգևոր ինչ-որ մղումներ ձեր, որտեղ եթե KGB-ը ամեջբերում, եթե ինչ-որ վտանգ կա, ինչ-որ փաստեր կան, պետք է կանչվի, հարցակնվի այդ փաստերը կամ հաստատվեն կամ մեկվեն, ամենը դա։ Դե չեմ ասում, որ Կճոյան ուրիշ հերոսի անուն չգիտես։ Չէ։ Okay, ասենք հիբրիդային պատերազմին։ Փաշինյանը բացատրեց ինչ է հիբրիդային պատերազմը վերջապես։ Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան։ Ասում եք, որն է օրինակը հիբրիդային պատերազմի, կտրիչ Ներսիսյանը հիբրիդային պատերազմի շատ կոնկրետ օրինակ է։ Շնորհակալ եմ։ Կճոյանը հիբրիդային չի, նա էնդեմիկ քրիստոնյա է, որը գուցե մի փոքր օֆշորի մեջ է ներգրաված եղել, գուցե Bentley-ը խզարել մի քանի տարի, բայց hey KGB-շնիկ աղբեր չունի Մոսկվայում։ Այդ ընթացքում քննչական էին հրավիրել հայր ասողիկին ու հարցակնել 6 ժամ։ Այդ ինչքան ասելիք էր կուտակվել ասողիկի մոտ։ Գործը կապված է Սուրբ Գեղարդի հետ, որի մի կտորը ենթադրաբար վաճառվել է ժամանակին Պետերբուրգի նահանգապետին, որովհետև Պետերբուրգի նահանգապետը տանը չուներ Գեղարդի մասունք։ Գեղարդ անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ մայրաթոր Սուրբ Էջմիածնում է։ Այն ամենը ինչ որ ասվում է, սուտ է, զրպարտությունը եւ ես չգիտեմ ինչու են այդ ամենը շրջանառում։ Բայց ինչ որ մի բան նվիրվել է, չէ՞։ Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են եւ նվիրելու են։ Հասկացաք, ոչ մի բան չեն ծախել, այլ կարող ուղղակի իրար նվիրել են ու խիա սա ոստիկանության գործը, մանավանդ հետո պարզվեց, որ ոչ թե նահանգապետին, այլ Կիրիլ պատրիարխի ծնունդին են նվիրել, խիա սա ազգային անվտանգության հարց մեր համար։ Բայց բացորեն ինչ որ բան նվիրել են եւ ինչ ասած քննիչներին տերասողիկ այդ 6 ժամանոց հարցակնության ընթացքում։ Այո, մի բան որ մենք նվիրել ենք։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը եւ այդպիսի մանրակերտ կարող է գնել ցանկացած ուշանվերային խանութում եկեղեցու տարածքում։ Բայց գուցե այդ մանրակերտը օրհնված էր ու ռուսները իրենց տարան օրհնության մի մասը, вообще հետաքրքիր չի այս թեման, բայց մի ամբողջ հայր ասողիկ են խոսացրել այս թեմայով ոստիկանությունում։ Եկեք չմոռանանք, որ քննչականում էլ հայ առաքելականի հետևորդներ են աշխատում ու իմացել են, որ ինչ որ մանրակերտ են նվիրել հիմա։ Բայց ոնց որ ոչ միայն մանրակերտ է եղել,
ուղղակի հայրասողիկը ամեն ինչ որ միանգամից է ասում։ Այլ մեկնաբանության մեջ ասում եք կոթարից փշուր։ Հիմա դուք ասում Այո, մանրակերտը, Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթարի միջից դուրս բերված։ Ահա, մանրակերտի մեջ եղել է Գեղարդի փոշին, իսկ դա բարեկամներ արդեն լուրջ է։ Okay, շատ լուրջ է, ուղղակի ստեղ պետքա ճշտել, կներեք պետքա ճշտել։ Բարի ուշ երեկո։ Հա, մի արագ ձերնել, չնայած ամսի 16-ն արդեն, ուրեմն նայեք, օքեյ արդյոք, եթե Գեղարդի մանրակերտ ենք նվիրում Գեղարդը են Գեղարդը, որով Հիսուսին խոցել են, որպեսզի հա, նու ուղղակի որ Okay. Նա ասում է, вообще արդյոք այդքան լավ միտք է պահել որպես սրբություն Գեղարդ, որով խոցել են իր մինուճար որդուն։ Եկեք թողնենք այս հոգևոր թեմաները եւ տեսնենք ինչ է ասել Տիգրան Արձականցյանը Գրենլանդիայի ամերիկանացման մասին։ Արձականցյանը խոսացել է Գրենլանդիայի մասին։ Այո, ու ոչ միայն դրա համար մնացեք մեզ հետ, երկրորդ մասում կլինի դա կլինեն լիքը աստղաբաշխական պարգևավճարներ եւ կտեսնենք ինչ Boys and Girls Band-ը հավաքում երկրի վարչապետը։ Սիրելի լավ մարդիկ, վատ մարդկանց սա չի վերաբերում։ Եթե ունեք ուշացած վարկ, բայց ուզում եք ձեռք բերել արևային կայան, ապա Solar Holding-ը ունի ձեզ համար լավ լուր։ Solar Holding-ը համագործակցում է Neo Credit UVK-ի հետ եւ կարող է ձեզ լավ պայմաններով տրամադրել վարկ։ Նենց որ ոչ ուշացած վարկերը, ոչ էլ անգինան ձեզ հետ չեն պայի ձեռք բերելուց արևային պանելներ իր թաշախուստով։ Նենց որ մի թողեք, այդ արևը ձրի այնտեղ տպրտա։ Մեզ հաճախ հարցնում են, տղաներ, որ բանկն է տալիս ամենաբարձր տոկոսով ավանդները։ Մի խոսքով դա Fast բանկն է։ Դրամով 10.5%, դոլարով 6, եվրոյով 5, 367-ից 550 օրով։ Մեզ նաև հարցնում են, իսկ կարող ենք երբ ուզենք, որքան ուզենք ավելացնել ու այո, կարող եք։ Վերջում էլ նաև հարցնում են, կարող ենք դա անել այցելելով իրենց 24/7 աշխատող բաց մասնաճյուղերը, ինչպես նաև Fast Mobile հավելվածով։ Դա էլ կարող եք, շարունակեք մեզ հարցնել, մենք էլ կշարունակենք պատասխանել։ Եվ այսպես երկրում, որտեղ մեր դարդերը քիչ էին հարևաննել Mercedes առավ կառավարության անդամները մեծ պարգևավճար են ստացել։ Գիտեմ, 13-րդ աշխատավարձ, արժանի են արդյոք դրան, գուցե ոչ բոլորը, եղել է դա նախկինում, այո միշտ եղել է, խի ենք անընդհատ։ Մենակ 13-րդ աշխատավարձը չի։ 14-ը, 14-րդ, 15-րդ, 16-րդ, որոշների մոտ շատ երկար է գնում։ 3.5 միլիարդ դրամի պարգևավճար պետական համակարգին։ Տարեվերջին Փաշինյանի կառավարությունը պարգևատրել է 16 պետական կառույցների աշխատողներին, այն անվանել խրախուսում, սահմանել դրա կարգը, բայց չի հանրայնացրել բարձրաստիճան պաշտոնյաներին տված գումարների կոնկրետ չափը։ 7 միլիոն, եթե չեմ սխալում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը որպես լավ աշխատանքի արդյունք ստացել է մոտ 7 միլիոն դրամ, այսինքն մոտ $18,000։ Հա, այսի անverջ կարելի է քննարկել արդյունավետ չեն, արժի, բայց ինչքան, բայց քան շատ, բայց միած շատ կարևոր նյուանս կա, որի մասին բամարակ չի խոսվում։ Որ ընտրություններից առաջ է։ Դու էդ էլ մի կողմ, շատ ավելի կարևոր նյուանս։ Բարև ձեզ։ Իմ ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հույժ գաղտնի մի փաստաթուղթ, որը միտումնավոր ընտրություններից առաջ գաղտնի են պահում քաղաքացիներից։ Իմ գործընկեր լրագրողները գրավոր հարցում են իրականացրել կառավարություն, սակայն այս որոշումը որևէ մեկին չի տրամադրվել։ Փակցրել են, որպեսզի դուք, այսպես կոչված հերոս հարկատուներդ, չիմանաք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ շուրջ 3 միլիարդ դրամ գումար պետական բյուջեից դուրս գրել իշխանական վերնախավին պարգևատրելու համար։ Հույժ գաղտնի է արվել, խիա ժողովրդավարության բաստիոնում պարգևատրումներ արվում, հույժ գաղտնի։ Ես վստահ եմ, որ ստեղ կա ինչ-որ ռացիոնալ բացատրություն։ Իսկ եթե չկա, Փաշինյանը այն կստեղծի։ Որովհետև օրինակ մարդիկ կան, որ այլ տեղերում հաջող կարիերա են անում եւ երբ որ մենք նրանց հրավիրում ենք աշխատանքի, նրանք բերում են շատ բարձ հիմնավորում։ Նրանք ասում են, այո, մենք ուզում ենք մեր պետությանը ծառայել, բայց այս ընթացքում մենք ստանձնել ենք ֆինանսական պարտավորություններ, որը մեր ընթացիկ աշխատանքի
հետ լիարժեք, համարժեք եւ համապատասխան է, եւ մենք օբյեկտիվորեն չենք կարող այդ որոշումը ընդունել, այսինքն տեղափոխվել աշխատանքի պետական համակարգում։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ մասնավորից շատ լավ կադրերին կառավարություն բերելու համար շատ փող են տալիս կառավարության անդամներին, որ մասնավորում աշխատողների համար փողը էլ որոշիչ ինչ որ գործոն չլինի։ Ճիշտ է, հասկացա։ Շատ լավ բացատրեց։ Ուղղակի էլի կա մի նյուանս։ Խիեք այդ դեպքում գախնի խրախուսում։ Եթե դուք ուզում եք, որ պրոֆը գա ձեր մոտ աշխատի, պետք է ոչ թե գախնի լինեն խրախուսումները, այլ ափաշքարա, որ նայեն ասեն, օր այս ինչ լավ տեղ այս կառավարությունը։ Թե ես ինչ կանեմ ստացել, դա անձնական տվյալ է, խնդրում եմ հարգանքով վերաբերվել։ Ինչու՞ չեք հայտարարել։ Անձնական հայտարարելու եմ սահմանված ժամկետում, կհայտարարեմ։ Ինչ որ իմաստով անձնական տվյալ է, բայց դա հրապարակվում է եւ այնտեղ գրվում է աշխատավարձ այսքան դրամ եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, էլի, все-таки անձնական տվյալ է, թե դուք ուզում եք գովազդել կառավարությունում աշխատելը, որ մարդիկ գան ձեր մոտ հերթ կանգնեն աշխատելու։ Բացի դրանից էլի մի հատ վերաիմաստավորենք պարգևավճարը։ Նայեք, լիքը պաշտոնյաներ նախկին, օրինակ Գագիկ Բիգլարյանը, Վարդան Այվազյանը, լիքը այլ միլիոնատեր նախկին պաշտոնյաներ պաշտոնավճար fucking shit Պարգևավճար Բուլկի հարամը քաղաքաշինության նախարարը կյանքում իմ հիշելով պարգևավճար չեն ստացել, բայց հենա Գագիկ Բեգլարանից 147-րդ բնակարանն են հետքերում։ Գուցե այդքան վատ բան չի պարգևավճարը։ Գուցե եթե ժամանակին Գագիկ Բեգլարյանը օրինակ ստանար պարգևավճար, ապա մենք կունենայինք հյուսիս-հարավ ճանապարհ։ Եթե Բուլկի հարամը ստանար պարգևավճար, գուցե կունենայինք Բուլկու զավոդ։ Ինչև էլ, մի բան, այս ամեն ինչի մեջ Արսեն Թորոսյանը շատ վերջերս չէր նշանակվել նախարար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշանակվել Արսեն Թորոսյանը օգոստոսի 27-ին։ Ոնց է բացում, որ ամեն ձև փորձում են ցույց տալ, որ Վահագն Խաչատուրյանը ինչ որ կարևորություն ունի երկրում։ Բայց նա էլի, փաստացի դες 3 ամիս ա եղել նախարար, իսկ օրինակ Սրփոյ Գալյանը 12 ամիս ա եղել նախարար։ Հիմա կարող է բարձր որ նույն խրախուսանքն են։ Արա գաղա դրա համար էլ չեն ասում, որ հանգարց կռիվ չընկնի։ Լավ, իսկ ինչ որ success story ունենք այս պարգևավճարների մեջ։ Ով է համ շատ լավ վարձատրվում, համ գործի տեղը խզարիոն անում։ Մի հատ շատ հաճելի հաջողության պատմություն ունենք։ Մայն ամիս աշխատավարձից բացի 1.5 միլիոն դրամ էլ հավելավճար է ստանում։ Հետքը պարզել է, որ անցած տարվա միայն առաջին կիսամյակի աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանը մոտ 11 միլիոն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել։ Մոտ 1 միլիոն 957 հազար դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել։ Okay, ամեն ամիս պարգևավճարը այդ ոնց որ արդեն ուղղակի պրոստը շատ բարձր աշխատավարձը չի։ Ամեն ամիս ինքն իրան շատ օբյեկտիվ գնահատել է ու տեսել է, արդյոք այս մարդուն չի կարելի չտալ պարգևավճար։ Ամեն ամիս լավ աշխատել։ Ամեն ամիս ու դեռ ժամանակ ա գտել երիտասարդների համար։ Այո, էլ չեն կարող թաքցնել այս լավ լուրը։ Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի։ Խնդրում եմ play չսեղմես։ Պետք է սեղմեն play-ը գնաց։ Okay, լիքը հարցեր, շատ հարցեր, նախ ոնց որ Ռուբեն Մխիթարանին ինադու սեփական հայատ պրոջեկտն է սկսում ու ոնց է կոչվելու բենդը պրեմիեր մինիստր։ Դա զբաղված է, բայց ամենակարևոր հարցերը, որտեղից էս մարդուն այսքան հոբիների համար, այսքան ազատ ժամանակ։ Համ հեծանվա սպորտով է զբաղվում, համ իր TikTok-ն է զարգացնում, համ ինչ-որ բենդ է հավաքել, համ եկեղեցին է նորոգում։ Այս ինչ էպիկ ծավալների միջին տարիքի ճգնաժամը։ Հիմա ոնց մարդը ինքը իրան սրանից հետո չխրախուսի, ախր շատ պրոդուկտիվ է։ Հիշում եք այն Eminem-ի տակ, որ սրտիկ ցույցտվեց։ Նույն օրը գնաց ու Eminem-ի beat-ը նստացրեց։ Վերադառնալով պարգևավճարների թեմաներին։ Պարգևավճարը լավ բան է, արդյունավետ կարելի, բայց երբ որ բաժանվում է ըստ արդյունքի ոչ թե բոլոր թիմակիցներին ու պարտադիր ու ամենամիս։
Ու հա, ամեն անգամ կարելի է ապարքեավճարը բաժանել թոշակառուների թոշակի ու շատ անհարմար թիվ ստացվի։ Գալյանի ստացած 7 միլիոն դրամը մեկ թոշակառուի մոտ 11 տարվա թոշակն է։ Ու հաստատ ԿՊԱ-կանները շատ անարդար են համարում սենց համեմատությունը, չէ՞։ Ու միանշանակ սա պոպուլիստական համեմատություն է։ Բայց նույն ԿՊԱ-կանները րոպեներ անց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, Հերվաշենցի Վարսիկ տատիկ արտահայտության հեղինակը։ Facebook-յան հերթական գրառումն է նվիրել մեր ձևով շարժման հիմնադիր Կարապետյան Գերդաստանին։ Ասել է՝ մի օր զավտրիկ չանի, Վարսիկ տատիկը 120,000 անգամ ավելի լավ կապրի։ Ընդ որում Սամվել Կարապետյանի զավտրիկը բյուջեից չի գալիս։ Ամենագում, իսմա շատ կարմայի տեսանկյունից շատ արդար է, որ ամեն անգամ իրանց պարքեավճարները լրագրողները վերածեն թոշակների ու սուս մի հատ ահավոր տարիների թիվ կազմի։ Okay, այս թեմայով ինչ-որ լուրջ քննարկում լինելու է ի վերջո ընդդիմություն։ Կա մտայնություն, որ Թալանչին պոզով պոչով չաղ մեծ գլխով մարդ է, չէ, ինչ որ ոսկե շղթաներով, Թալանչին նաև այդ ձևի ալնեմ։ Հեղափոխությամբ եկած, որ դառնում է Թալանչի, սովորական Թալանչի։ Կոռուպցիան ու թալանը հոպոզով պոչով չեն, այնինչ անում է Փաշինյանի կառավարությունը ուղիղ թալան է, պնդում է Էդմոն Մարուքյանը, որ նախկինում աշխատել է Փաշինյանի կաբինետում ու նրա հետ քաղաքական ճանապարհ անցել։ Բյուջեի անարդյունավետ ծախսը, ինչը ըստ էության անարդյունավետ ծախս է, բայց արդեն նստածա իրանց բանկային հաշիվների վրա։ Դա նույնպես կոռուպցիա է եւ Transparency International-ի գնահատականով սա քաղաքական կոռուպցիա է, սա թալան է։ Այդ ծախսի արդյունավետություն, անարդյունավետությունը սա արդեն կառուցողական քննարկում է։ Բայց հիմա ոնց բարձենք արդյունավետ է եղել արդյոք այդ ծախսը։ Միլիոնների պարգևավճարներ ոչ միայն ազգային ժողովի 107 падգամավորներն են ստացել, այսինքն բոլոր падգամավորները։ Բոլոր падգամավորները։ Նույնիսկ այն падգամավորները, որոնք ոչ մի բան չեն արել, ուղղակի կոճակ են սեղմել ու չեն խոսացել ընթացքում։ Նույնիսկ իրանք ստացել են պարգևավճար։ Դե ոնց որ գտանք կառուցողական անարդյունավետ ծախսը։ Ու մեկ էլ մի հատ էլ նյուանս։ Որևէ մեկը դեմ չէ, որ ներքին օղակների, լավ մասնագետների աշխատավարձը բարձրանա։ Խոսքը վերին օղակի, քաղաքական պաշտոնյաների մասին է։ Իմ գնահատականն այն է, որ իրենք պրոֆեսիոնալների աշխատավարձերը չեն բարձրացրել, այլ իրենք ուղղակի 3.5 միլիարդ դրամ բաժանել են իրար մեջ։ Փաշինյանը ինքը իրա եւ իր ընկերների, իր թիմակիցների, տեսեք, բոլորը քաղաքական պաշտոնյաներ են։ Հրապարակը տեղեկություններ ունի, որ ամանորի այս պարգևատրումները ռազմորկաների թեմա են դարձել։ Նախարարություններից որոշների աշխատանքը կատվածահար է եղել։ Փորձագետներից պարգևավճար են ստացել միայն ԿՊԱ-կանները։ Okay, վերջ, այս երկրում ուրիշ քաղաքական գործիչներ կան։ Տիգրան Արզականցյանը, բում։ Քաղաքական ասեցի։ Քաղաքական մարդը դրել վերլուծելա Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ։ Ինչ է իրական պատճառը ռազմական եւ լոգիստիկ կարևոր դիրք ԱՄՆ Չինաստան-Ռուսաստան մրցակցության մեջ։ Թրամփի խոսույթը այստեղ ավելի շատ ուղերձ է։ ԱՄՆ-ն չի պատրաստվում դուրս մնալ նոր ձևավորվող աշխարհակարգից եւ պատրաստ է կոշտ քայլերի իր ազդեցությունը պահելու համար։ Մենակ ես եմ սկսում կասկածել, որ Արզականցյանն է գրել այս տեքստը։ Ինչա թե Արզականցյանը դժվար թե իմանար լոգիստիկ խոսույթ ու աշխարհակարգ բառերը, հա, մենակ դրա համար։ Ավելի շատ որ ուղղակի ինչ-որ տեքստ կարար գրել Արզականցյանը։ Իսկ ինչպես է սա վերաբերվում Հայաստանին։ Արմենիայի համար այս զարգացումները կարևոր ազդակ են։ Okay, այդ մարդը, որ այս տեքստը կոպի անում ChatGPT-ից, գոնե մի հատ վրով պետք է անցնի պոստելուց առաջ։ Մի երկու հատ էլ մսերմացնել բառը, որ ավելացնի, вообще աուտենտիկ ստացվի, կհավատանք, որ ինչ որ բան կա։ Մի խոսքով բարեկամներ, մնացեք մեզ հետ ու եթե հիմա կուրսային եք գրում կամ դիսերտացիա կամ ինչ որ քաղաքական տեքստեր, մի հատ այդ ChatGPT-ից որ վերցնում եք, անցեք վրով։ Աչափնյակը շարունակում է արագ տեմպերով զարգանալ։ Հիմա եթե դուք ուզենայիք նոր մեծ տարածք ձեր գրասենյակի համար հոչեի գնա կենտրոնեն պրոպկեքի մեջ մխրճվեիք։ Այստեղ արկա է մեծ լեն ու բոր հարկեր ձեր օֆիսի համար։ Նոր գեղեցիկ շենքում, որտեղ կա մարզասրահ, սրճարան, լիքը պարկինգ, ֆուտբոլի դաշտ։ Այս ձևաչափով սեփական հարկի կոնցեպտ ուրիշ ոչ մեկ չի առաջարկում 80-ից ավելի աշխատակից սեփական հարկի վրա։ Ոչ թե վարձով, այլ հենց ձեր սեփականը։ Շինարարությունը շատ ակտիվ փուլում են, հենց որ զանգեք եւ գնեք, որ ոչ թե ձեր մրցակիցը զանգի ու գնի։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։
Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են, որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-ոտ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես, իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազ է։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ միանգամից զանգեց, ասում է, չէ, արդեն քրքորյան է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շիլնի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ, սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սանսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։ Այսքաններ այսօրվա Arm Comedy-ին։ Վերջում դիտեկորվա վիդեո բոցը։ Վտանգության պարունակող գաղտնի ինֆորմացիա արտահոս կարել։ Բարեք ազգային ժողովում անանեք, փակենք։ Չէ, փակենք, չէ։ Ռետորիկները դուրք որ աղազեն նորիկներ չծնվեն։ Վերջում ուզում ենք ներողություն խնդրել բոլոր շնորհքերից։ Բանն այն է, որ հետո պարզվեց նախորդ հաղորդումից, որ կա հայ շնորհք եւ տեր շնորհք։ Ու մենք խառնել ենք։ Ու մենք խառնել ենք։ Անշնորհք ձևով խառնել։ Անշնորհքություն էր ստացվել, որտեվ մենք չենք կարծում, որ այդքան շնորհք կա։ Դու մի խոսքով ամենակարևոր դաս որ այն տեր շնորհքը, որը պաշտպանում եկեցին, շարունակում է պաշտպանել եկեցին, ինչը լավ է։ Հա, իսկ տեր շնորհքը միացավ Տիրա դա Վինչի կոդին։ Всё, մնացած OnlyFans-ում։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա